Իսկապես հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին լինի վարչապետ։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս 2016 թվականում ենք եւ 2018-ի մասին խոսել այսօրվանից ճիշտ չեմ համարում։ Կկա ժամանակ, այդ ժամանակ արդեն խոսենք, ինչ ենք մտածում, թե 2 տարի հետո ինչ է լինելու։ Դեռ վաղ է քննարկել։ Այդ թվում եւ 18-ից։ Այդ թվում նաեւ վաղ է քննարկել, ես կարծում շատ բան կարող է փոխվել։ Ես այդ կարծիքն եմ։ Դա արդյոք չի նշանակի Սերժ Սարգսյանի խոսման դրժում, քանի որ ինքը խոսացել էր այդ պաշտոնում։ Գիտեք, ես ձեզ ասեմ, այստեղ խոստումը դրժել կամ չդրժելը մեծ իմաստով պայմանավորված պետք է լինի քաղաքական կոնկրետ իրավիճակով։ Քաղաքական գործունեությունը ենթադրում է, որ դուք կարող եք այսօր ասել մի բան, որը վաղը չեմ իսօրը ինչ-ինչ պատճառներով ստիպված, օբյեկտիվ պատճառների, օբյեկտիվ գործոնների ճնշման տակ ձեր դիրքորոշումը փոխել։ Դուք հիշեք Չերչիլի հայտնի ասացված կա, ասույթ այդ կապակցությամբ։ Պարզապես գիտություն զուգահեռի համար գիտեք վերջերս Անգելա Մերկելը հայտարարեց, որ մտադրված է 4-րդ անգամ ընտրվելու այդ որոշումը քննարկվեց, բնականաբար ոչ մի հակաժողովրդավարական բան այդտեղ չկա, ոչ մի հակաքաղաքական կամ հակաքաղաքագիտական բան այնտեղ չկա, եւ եթե ինչ-որ մի բան կարելի է գլոբալ առումով, չենք խոսում Սերժ Սարգսյանի եւ Անգելա Մերկելի մասին, ապա կարելի է բոլորին։ Եթե ինչ-որ մի բան քաղաքակիրթ է, ցիվիլ է, եվրոպական է, իրավական է, սահմանադրական է, ժողովրդավար է եւ այլն, ապա բոլորի համար է այդպես։ Դուք տեսնում եք նման հնարավորություն, որ Սերժ Սարգսյանը 2018-ին լինի վարչապետի պաշտոնում։ Ընդդիմադիրները սխալվում են։ Սերժ Սարգսյանը որովհետև ասաց, որ նախ դանդաղ շտապեք, դեպքերից առաջ մեինք եք, դեռևս ունենք մենք համապետական ընտրություններ, ապրիլ, չգիտենք ժողովուրդը ում իր քվեն ավելին կտա, որ քաղաքական ուժերը կմտնեն ազգային ժողով, ինչ համամասնությամբ կմտնեն, Սերժ Սարգսյանը հստակ ասեց, ապրիլից հետո վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը, հանրապետականի հաղթանակից հետո։ 18-ի մասին խոսք լինել չի կարող, ընդհանրապես, որովհետև 18-ին դեռևս բավականին երկար ժամանակ ունենք։ Դուք նման հնարավորություն տեսնում եք։ Նման հնարավորություն տեսնում եմ, բայց նախագահ իր մի քանի ելույթներում այդ հարցին անդրադարձել եւ դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Այսինքն, որ պետք է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նոր դրանից հետո այդ հարցին անդրադառնալ։ Որպես վարչապետի տեխնատուց համանadunի տարբերակա Սերժ Սարգսյանը 2018-ին։ Իհարկե։ Բայց թե ինչ կորոշվի ընտրությունների արդյունքներով եւ ինչ կորոշի անձամբ ինքը Սերժ Սարգսյանը, դա արդեն ապագայի խնդիր է։